Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, մենք կրկին հանդիպել ենք առաջին ալիքի եթերում, ինչի համար շատ ուրախ ենք։ Վստահ ենք այդ ուրախությունը փոխադարձ է։ Եթե դուք էլ հիմա դիտում եք «Սպասիր ինձ», ապա դրա համար ունեք ձեր պատճառները։ Ոմանք միացել են մեզ բաղձալի հանդիպման ևս մեկ պատմություն լսելու համար, ոմանք էլ հույսով, որ իրենց որոնումները այս թողարկման ընթացքում վերջապես հաջողությամբ կավարտվեն։ Իսկ մեզ համար թանկ է ինչպես յուրաքանչյուր հեռուստադիտող, այնպես էլ յուրաքանչյուր պատմություն եւ դրա հետևում կանգնած մարդիկ։ Յուրաքանչյուրն ով ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է մեր նախագծի հետ, կարևոր է մեզ համար։ Մենք Աննա Ավանեսյանը եւ Խորեն Լևոնյանը, ինչպես նաեւ մեր մեծ թիմը, անասելի ուրախանում ենք դրական ավարտ ունեցող պատմություններով եւ նույնքան տխրում ենք, երբ տևական ժամանակ չի հաջողվում գտնել մարդկանց։ Սակայն ինչ էլ լինի, ոչ մի դեպքում չենք վհատվում, չենք դադարում հավատալ մեր ուժերին եւ շարունակում ենք փնտրել։ Փնտրում ենք, քանի կան մարդիկ, որոնք սպասում են իրար։ Դրա ապացույցն էլ մեր հերթական թողարկումն է, որի համար աշխատել ենք ամբողջ շաբաթ, որպեսզի այսօր ձեզ ներկայացնենք նոր պատմություններ։ Տաղավար գալուց առաջ մեր հյուրերը հաճախ խոստովանում են, որ մինչ մեզ դիմելը սեփական ուժերով որոնումներ են իրականացրել եւ դիմել են մեզ, երբ հասկացել են, որ չեն հաջողում։ Տեսնենք արդյոք մեր այսօրվա հյուրը եւս ինքնուրույն փնտրել է իր հարազատին, թե անմիջապես մեզ է դիմել։ Համեցեք։ Հնչում եք ներկայացեք եւ ասեք ում եք փնտրում։ Ես Արոն Ղազարյանն եմ, փնտրում եմ օրեղբորս Անուշավան Եփրեմի Ղազարյանի հարազատներին։ Օրեղբայրս ծնվել է 1921 թվականին։ 1940 թվականին Մարտունի զինկոմիսարիատից զորակոչվել է սովետական վանակ, խորհրդային վանակ, ծառայել է բելարուսական Նովոբարեսովկա քաղաքում։ 1941 թվականին սկսվում է հայրենական մեծ պատերազմը։ Հունիսի 21-ից 10 օր առաջ վերջին նամակը օրեղբայրս գրում է, իր վերջին նամակը տատս ստանում է հունիսի 10-ին։ Եվ այլևս ոչ մի լուր օրեղբորս մասին ոչ մի նորություն չի ստացվում։ Անցնում են տարիներ, 1952 թվականին տատս դիմում է Էջմիածնի զինկոմիսարիատին որևէ լուր իմանալու մասին որդու, Անուշավան Եփրեմի Ղազարյանի անունով որևէ փաստաթուղթ գոյություն չունի, ըստ այդմ եզրակացության են հանգել, որպես նա անհայտ կորած, ընդամենը այդքան։ Միայն տատս չէր հավատում, ազնիվ խոսք։ Միջև հիմա իմ աչքերի առաջ է իր հայացքը, որ միշտ խոսակցություն էր գնում որդու զոհվելու մասին, նա այսպես գլուխը թափ էր տալիս, ասում էր չեմ հավատում, իմ որդին զոհված չի։ Մի օր դուռը կբացվի, միշտ հայացքը նայում էր դռան ու ասում էր իմ որդին դուռը կբացվի ու կգա, ես չեմ հավատում։ Այդպես էլ միջև իր կյանքի վերջ չհավատաց, որ իր որդին զոհվել է։ Եվ այդպես էլ կարող է վերջանալ, եթե մի պատահական դիպված չլներ հորաքրոջս աղջկա հետ 1978 թվականին պատահական հանդիպում է Էջմիածնում ամերիկայի մի տիկնոջ տուրիստներ եկել։ Այդ ընթացքում հորաքրոջս հետ աղջկա հետ ծանոթացել են, խնդրել է հորաքրոջս աղջիկը նամակագրական կապ ստեղծել, սիրով համաձայնվել է, նա ներկայացել է Թինա Ղազարյան, ինքը ասել է ես հայերեն խոսալ գիտեմ, բայց գրել կարդալ չգիտեմ, բայց խնդրում եմ դուք հայերեն գրեք, հայրս հայերեն գրել կարդալ գիտի, ես կտանեմ հայրիկիս, կասեմ թող ինքը կարդա, հորաքրոջս աղջկա հայրանունը Անուշավանը, երբ ինքը իր ասեն տալիս է եւ կարդում է հոր անունը, Թինան ասում է իմ հայրիկի անունն էլ է Անուշավան, եթե կարելի է ես հասցեն կարդամ։ Այո։ Փաստորեն համընկնում է ձեր հորեղբոր անվան եւ ազգանվան հետ։ Այդ կնոջ հոր անուն ազգանուն։ Թինա Անուշավանի Ղազարյան լրիվ համընկնում է USA, New York, Brooklyn, 7th Street, Թինա Ղազարյան։
Նա 30-ից 35 տարեկան բարձրասակ, գեղեցկադեմ, գանգրահայր մասերով, մազերը թափածուսերին երիտասարդ կին էր եղել։ Ու շատ է նման եղել տատիկիս։ Ունեցել են նամակագրական կապ։ Հետագայում նամակագրական կապեր են ստեղծել, քանի անգամ բազմիցս օրաքրոջս աղջիկը նամակներ է ուղարկել, բայց պատասխան չի ստացել ոչ մի անգամ։ Նույնիսկ վճարովի այն ժամանակ հատուկ փոստով նամակներ է ուղարկել եւ նմանապես ոչ մի պատասխան։ Սակայն մի քանի տարի հետո ծանոթներից մեկը Նյու Յորք է գնացել, օրաքրոջս աղջիկը խնդրել է հասցեն փոխանցել է, խնդրել է որ հայտ գնա եւ գտնի հետեւյալ ասեն, եթե կա նման անձնավորություն Անուշավան Ղազարյան կամ Թինա Ղազարյան, թող մոտենա հարց պատասխանով որևէ նորություն իմանա ու տեղեկացնի իրենց։ Գնացել են, հետ են եկել ծանոթները, պատմել են, որ երբ որ մենք դուռը բացեցին, տվյալ ասեի բնակարանի դուռը բացեց մի հայ մարդ, շատ բարեհոգի ձևով ընդունեց մեզ, դիմավորեց, շատ հայկական ձևով հյուրասիրեց մեզ, շատ հաճելի զրուցեց, երբ որ հարցը եկավ արդեն թե մենք ինչ նպատակով ենք եկել եւ հարցրեցինք, որ արդյոք նման մարդիկ ապրել են, այդ մարդը ասեց, որ նախկինում այստեղ մարդիկ են ապրել, մենք նորեկներ ենք, մենք ձեր փնտրած մարդիկը չենք, հավանաբար, եթե ինքն է եղել, ուղղակի չի ուզեցել ասել, որովհետեւ խնդիրներ կարող է առաջանալ եւ իր համար եւ իր հարազատների համար Սովետ Միության շրջանում։ Հետագայում որ եկել էր ծանոթը եւ օրաքույրս նկարը ցույց էր տվել, ասել էր հենց այդ մարդուն շատ նման են։ Այսպիսով դուք փնտրում եք ձեր հորեղբորը կամ նրա ժառանգներին, Թինային, ես խնդրում եմ Թինային, եթե կա ողջ է ինքը ներկապային եւ դիտում է այս սպասին անձաղորդումը, խնդրում եմ Թինային արձագանքել, տեղեկություններ տալ իր մասին սպասին ինձաղորդման միջոցով կամ իրենց ժառանգներից որևէ մեկին, խնդրում եմ, որ անպայման արձագանքեն, մենք սպասում ենք, մենք ուզում ենք որևէ տեղեկություն իմանալ նրա մասին եւ ձեր թույլտվությամբ ես խնդրում եմ նաեւ Նյու Յորքի քաղաքապետարանին, որ փաստաթղթային ստուգումներով իմանան ժամանակին ապրել են տվյալ ասեյով Թինա եւ Անուշավան Ղազարյանները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Շնորհակալություն ձեզ։ Դիմում եմ մեր հեռուստադիտողներին։ Եթե այս պատմության մասին լսել եք կամ անձամբ ճանաչում եք դրա հերոսներին, ապա մեկ պարզ քայլով երջանիկ դարձրեք նրանց։ Մենք ապրում ենք մեր կյանքը, յուրաքանչյուրս մեր նպատակներով, սկզբունքներով եւ առաջնորդվում ենք այն արժեքներով, որոնք յուրաքանչյուրս մեզ համար կարեւոր ենք համարում։ Ու բնական է, որ դրանք տարբեր են, ինչպես եւ մենք ենք հաճախ ծայրահեղ կերպով տարբերվում միմյանցից։ Ու կարևոր է, որ բնավորությունների ու արժեքների այդ խառնաշփոթի մեջ չմոռանանք հասկացող լինել ու հանդուրժող միմյանց նկատմամբ։ Հենց դրա մասին է «Սպասիր ինձ» նախագիծը։ Վստահաբար կարող ենք ասել մեր հեռուստադիտողները հենց այդպիսին են։ Դրա ապացույցն այն է, որ հաղորդաշարի պատմության ընթացքում մեր հեռուստադիտողները նույն անհանգստությամբ, նույն կարեկցանքով ու նույն կամեցողությամբ են վերաբերվում մեր թողարկումներում հնչող բոլոր պատմություններին, անկախ դրանց բովանդակությունից։ Երանի կյանքում էլ բոլորն իրար վերաբերվեին այդպես։ Պարտադիր չէ համաձայնել դիմացինի կարծիքին, համաձայն լինել նրա արարքների հետ, բայց գոնե քաջալերանք եւ գթասրտություն իրենց հանդեպ սպասում են բոլորը։ Սպասում է եւ մեր նոր հայտատուն։ Դիտենք նրա մասնակցությամբ տեսանյութը։ Ես որոնում եմ իմ մորաքրոջս տղային, որի հետ կապը բավական երկար ժամանակ խզվել է, Հակոբ Փյանդարյանին։ Մենք շատ մտերիմ ենք եղել, քանի որ նույն նախասիրություններն ու նույն մասնագիտությունը ունենք։ Հակոբը սովորում էր Երևանի գեղարվեստատեխնիկական ուսումնարանի խեցեգործության բաժնում։ 1979 թվականին նրան միացավ մորաքրոջ դուստրը՝ Ռուբինան։ Հակոբն ու Ռուբինան ամեն առավոտ հանդիպում էին քաղաքում ու միասին գնում ուսումնարան։ Դասերից հետո սկսվում էր համերգը։ Ռուբինան կուրսընկերների հետ գնում էր մորաքրոջ տուն, Հակոբը կիթառ էր նվագում, Ռուբինան ու մյուսները երգում էին մինչև երեկո։
շատ լավն էր, այնտեղ խումբ ուներ, մի պա երաժշտական համեր կազմակերպեց, երգեցի եղբորս հետ, երգում ենք, ես աղջիկ եմ, նա զոն եմ։ Նենց լավ ժամանակ ենք անցկացրել։ Խառնվածքով մենք այնքան նման ենք այդ խոլերիկ, այդ շարժուն, արագ, ամեն ինչ շտապ, մայրս ուսուցչուհի էր, ասում էր տեղում չի կանգնում, այս տղան անգամ դասը կանգնելու տեղում չի կանգնում, ասեն թրվում է։ Ես շատ հոգեհարազատ էր դա ինձ։ Այն ուսումնարանը, որտեղ ես ու Հակոբը սովորել ենք, գեղարվեստի ուսումնարանը հիմա չկա, բայց միևնույն այս ուսումնական հաստատությունն էլ հիշեցրեց ինձ այս յուղաներկի, ներկերի, այդ հոտերը, մթնոլորտը։ Հակոբի դասերին գնում էի ու անպայման խառնվում էի այդ խեցի, այդ իր գործերի ու միասին, ասենք թե մեր սափորեր կամ ծաղկամաներ, ես հիշեցի, որ մտնում էի առաջի հարկ խեցեգործության արվեստանոցը ու էլի քիթս մտնում էի իր գործերի մեջ, սկսում էի խառնել, շատ լավ էր։ Հաջորդ ուսումնական տարվա սկզբին Ռուբինան դասից ուշացավ եւ ուսումնարան գնաց մենակ, ենթադրելով, որ Հակոբն արդեն այնտեղ է։ Առաջին դասից հետո Ռուբինան գնաց Հակոբին տեսնելու, բայց կուրսընկերներն ասացին, որ Հակոբը դասի չի եկել եւ ուսումնարան այլևս չի հաճախելու։ Լուրն անսպասելի էր։ Ռուբինան շտապեց Հակոբենց տուն ու այնտեղ հավաքված ճամպրուկներ տեսավ։ Պարզվեց, որ մորաքրոջ ընտանիքը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փիանդարյանները մեկնեցին Լոս Անջելես։ Որոշ ժամանակ անց Հակոբը քրոջը նամակ գրեց։ Հայտնեց, որ Սան Ֆրանցիսկոյում աշխատանք է գտել։ Երաժշտական խմբերից մեկում կիթառահար է։ Հետագայում Ռուբինան ու Հակոբը սկսեցին շփվել նաև հեռախոսակապի միջոցով։ Պատմում էր հաջողությունների մասին, որ հիմա ճիշտ է գնում է Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո, մի ամբողջ, չգիտեմ, 6 ժամ, քանի ժամ մեքենայով գիշեր գնում է, որտեղ պիտի այնտեղ նվագի, ռեստորանում նվագում էր։ Ամեն ինչ, ամեն մանրում պատմում էր այդ ժամանակ դե որ մեկնում են, ոնց որ մենակ են այնտեղ զգում։ Հիշում եմ մեր երեկոները, որ խոսում ենք, որ հավաքվում ենք, հետո ցավալի լույս ստացանք, որ papan վաղաժամ մահացավ։ 1990-ական թվականներին Ռուբինան մեկնեց Ուկրաինա։ Տեղափոխության ժամանակ նա կորցրեց այն նոթատետրը, որի մեջ գրված էր Հակոբի հասցեն ու հեռախոսահամարը։ Հետո դեր հաղորդումը նայում եմ ու նենց հույսով լցվեցի։ Ես նույնիսկ կայքերում տեսնում եմ, ինչ որ մեկը ապրում է Կալիֆոռնիա, Գլենդել, ասում է կարող եք դուք ծանոթ լինեք, ես նկար ուղարկեմ, փնտրեք եղբայրս վաղուց այդտեղ է ու իմանալու, որ ինքը շատ շփվող է, կունենա հաստատ ընկերներ եւ այլն, շատ էի ուզում, շատ հիմա էլ եմ շատ երազում եմ, որ գտնեմ Հակոբ ջան, սիրելիս, սրտատրոփ սպասում եմ քո արձագանքին, շատ կուզենամ նորից մեկ անգամ քեզ տեսնել, գաս, քայլենք Չարենցի փողոցով, շատ սիրելի հարազատ իմ այդ բնակարանը, որտեղ միշտ նստում նվագում էիր, քայլենք Երևանի քո սիրած սրճարանի կողքով, որ միշտ ասում էիր, սպասում եմ մեր հանդիպմանը։ Մեծ հույսեր եմ կապում, որ նորից կհանդիպենք։ Լավագույն լուսանկարն այն չէ, որ արված է ճիշտ դիրքից եւ ճիշտ լուսավորությամբ։ Լավագույն լուսանկարն այն մեկն է, որում պատկերված են սիրելի մարդիկ, որը կարողանում է փոխանցել ոչ միայն գեղարվեստական պատկեր, այլև դրական հույզեր։ Նման լուսանկարները երբեմն միակ հիշողությունն են մեկի մասին, ում վաղուց չեք տեսել, ու այն դառնում է անցյալից ձեզ մնացած ամենաթանկ ու սիրելի իրը։ Նման լուսանկարներով են մեզ հետ կիսվում մեր հայտատուները, մեծ հույս փայփայելով, որ շուտով կրկին կվերամիավորվեն լուսանկարում պատկերված մարդկանց հետ։ Դիտենք մի քանի ֆոտոհայտ։ Լուսանկարում Սաթենիկ Անոյանն է։ Նա ծնվել է 1912 թվականին Թուրքիայում, հայ ընտանիքում։ Հայոց ցեղասպանության ժամանակ Սաթենիկի ծնողները զոհվում են, իսկ նրան եղբոր հետ տեղափոխում են Հունաստան, մանկատուն։ Ամբողջ կյանքի ընթացքում Սաթենիկը երազում էր հանդիպել ողջ մնացած ազգականների հետ։ Այսօր արդեն նրա ծոռնուհի Սաթենիկն է որոնում ավագ Սաթենիկի հնարավոր բարեկամներին եւ հավատում, որ մի օր անպայման կհանդիպեն։ Բագրատ Դոխոդյանին է որոնում խորտ քույրը, Սիրանուշը։ Բագրատը 64 տարեկան է, ծնվել է Երևանում, ապրում է հայրենիքում կամ Գերմանիայում։
Նրա եւ նրա ընտանիքի հետ հանդիպումը Սիրանույշի վաղեմի երազանքն է։ Սա Գայանե Նազարյանի մանկական լուսանկարն է։ Այժմ նա 52 տարեկան է։ Նա երազում է գտնել կենսաբանական մորը, որի անունը ենթադրաբար Նունե է։ 1973 թվականին ծննդաբերելուց հետո նա երեխային թողել է մանկաբարձուհու մոտ, որը ժամանակ անց վերադարձել է եւ հետաքրքրվել երեխայի առողջությամբ, բայց նրան ասել են, թե երեխան մահացել է։ Սակայն Գայանեն այդ ժամանակ արդեն որդեգրվել էր։ Նա փնտրում է մայրիկին, որ հայտնի այն մասին, որ ողջ է եւ շատ է ցանկանում հանդիպել։ Ալլա Օսեփյանին են խնդրում արձագանքել նրա դասընկերները։ Բագրատաշեն գյուղի թիվ 1 դպրոցն ավարտելուց հետո Ալան մեկնել է Ռուսաստան, սովորելու Տվեր քաղաքի քոլեջում։ Այն ժամանակից դասարանցիների հետ կապ չի հաստատել։ Լուսանկարում Կարինա Սամսոնի Սահակյանն է։ Այժմ նա պետք է մոտ 60 տարեկան լինի։ Ենթադրաբար ծնվել է Գորիսում։ Նրան եւ նրա ընտանիքին են որոնում նրա զարմիկի Վիկտորի ազգականները։ Վերջին նամակը Կարինայից նրանք ստացել են 1988 թվականի երկրաշարժից հետո, Սպիտակ քաղաքից։ Միխայիլ Ամիրյանը խնդրում է արձագանքել ընկերոջը, Անտոն Ստեփանյանին, որին Ռուսաստանի Կալուգայի մարզի Շայկով գավանում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո չի տեսել։ 40 տարի է անցել, սակայն Անտոնից լավ ընկեր Միխայիլը մինչ օրս չի գտել։ Սուսաննա Խաչատրյանը փնտրում է իր պապի, Թևոս Մնացականի Խաչատրյանի ժառանգներին։ Թևոսը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանում։ Մեծ եղեռնից հետո նա հայտնվել է Գյումրիի մանկատանը, այնուհետև տեղափոխվել է Վայոց ձորի Զառիթափ գյուղ, աշխատել է տեղի թերթում որպես խմբագիր։ 1942 թվականին Թևոսը մեկնել է ռազմաճակատ ու գերեվարվել։ Հարազատներին հայտնել են, որ նա մահացել է, բայց 1970 թվականին ամերիկաբնակ ծանոթներից Խաչատրյաններն իմացել են, որ Թևոսը չի մահացել, նա ամուսնացել է եւ 2 որդի ունեցել։ Խնդրում ենք արձագանքել բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն այս պատմության մասին։ Սպասիր ինձ հաղորդաշարի գոյությունն ինքնին ապացույց է, որ աշխարհը լի է մարդկանցով, որոնք անտարբեր չեն այլոց ճակատագրերի նկատմամբ։ Չէ որ կատարել նման ծավալով որոնողական աշխատանքներ եւ գտնել մարդկանց երկրակնդի ամենատարբեր կետերում պարզապես անհնար կլիներ առանց մեր հեռուստադիտողների օգնության։ Օրական տասնյակ նոր հայտեր ենք ստանում եւ բոլորն էլ իրենց հերթին կարեւոր են ու անհետաձգելի։ Նույնքան էլ հեռախոսազանգեր են հնչում մեր խմբագրությունում մարդկանցից, որոնք պատրաստակամորեն հայտնում են տեղեկությունը, որին տիրապետում են, կամ պարզապես իրենց օգնությունն են առաջարկում։ Մեր նախագիծը շատ մարդկանց համար դառնում է խզված կապերը վերականգնելու վերջին հույսը։ Եվ այսօր ուզում ենք ներկայացնել ձեզ մի պատմություն, որը հենց անսահման հույսի շնորհիվ է հայտնվել մեզ մոտ։ Որոնումները, որոնք սկսեցինք, թվում էր, թե երկար են ձգվելու ու բարդ են լինելու։ Սակայն եկեք առաջ չանցնենք, այլ նախ դիտենք տեսանյութը եւ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ես Աշոտ Մաթևոսյանն եմ, փնտրվում եմ իմ ուսանող ընկերոջը, որը եկել էր արտասահմանից, Երուսաղեմից, Եղիա Ներսեսյան։ Ինչ լուսանկար է ձեր ձեռքում, խնդրում եմ պահեք, որ տեսնենք։ Երկուսով ենք, այս մի լուսանկարն է, նկարվել ենք մոնումենտում։ Իրան տարել է, ծանոթացնում եմ, որ նա Երևանի պանորաման տեսնի եւ այլն։ Ինչ գիտեք առհասարակ ձեր ընկերոջ մասին, նրա ընտանիքի մասին։ 3 եղբայր էին, մի քույր, հայրն էլ Երուսաղեմի վանքի աշխատող էր։ Քերին ապրում էր Երևանում, նա քերու մոտ էր ապրում, Զեյթունի բնակարան ունեին սեփական։ Ես նրան համարը ունեի, նրան էլ զանգտվեցի, որ իմանայի ոնց է որտեղ է, ասին վաճառել են ստեղ չէ։ Շատ լավ մտերմություն են կարել, ամեն ինչ լավ, հոյակապ անձնավորություն էր։ Մինչև հիմա ես իրանից շատ բան սովորեցի ազնվության, մաքրության տեսակետից, հայրենասիրության ավելի ճիշտ տեսակետից։ Շատ կուրախանամ, որ հանկարծ ես կարողանամ գտնել այդ տղային։ Իսկ ինչպես բաժանվեցին ձեր ճանապարհները։ Ասեմ, մի տարի սովորելուց հետո տեխնիկում ես ընդունվեցի համալսարան։ Ինքը ավարտեց, ընդունվեց պոլիտեխնիկ։
եղբայրն էլ եկավ, այդ ձևով, բայց էլի հանդիպում ենք, մեր տուն ենքան են գնացել եկել, գիշերնել են պահել, բայց դե ոնց գնաց այդ ես չկարողացա իմանալ էլի։ Մոտավորապես երբ եք վերջին անգամ հանդիպել, որ թվականին։ Երևի 67-68 թվականներին։ Մեր հաղորդման մեջ մի ավանդույթ ունենք ձևավորված, միշտ խնդրում ենք մեր հայտատուներին դիմել այն մարդուն, ում փնտրում են եւ շատ են ուզում կրկին հանդիպել։ Ինչ կասեիք ձեր ընկերոջը։ Ես կասեմ, որ Եղիա ջան, ես հիշել եմ մեր ուսանողական տարիներին, ինչ կար որ մտնում եմ, դու շատ լավ մարդ ես, լավ հայերեն ասել ես, շատ կուզեմ, որ անպայման մենք հանդիպենք իրար։ Այս տարիքում։ Շնորհակալություն, որ այսօր եկել եք։ Ահա այս հայտից սկսվեցին որոնումները։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր թեկուզ չնչին հիշողություն, յուրաքանչյուր դետալ, լուսանկար, փոքր քայլերով, բայց բերում է մեզ նրա մոտ, ում փնտրում ենք։ Ինչ որ պահի որոնումները դադարում են պարզապես ինֆորմացիայի հավաքագրման գործընթաց լինել եւ վերածվում են իսկական ճամփորդության։ Մեր սիրելի կամավորների միջոցով նորանոր տեղեկություններ ենք ստանում, գտնում ենք արխիվային նյութեր, իմանում ենք որոնվողի անցած ճանապարհի, այլ մարդկանց հետ հանդիպումների եւ հնարավոր գտնվելու վայրի մասին։ Այս ամենը փազլի կտորների նման միացնելով հետզհետե ստանում ենք ընդհանուր պատկերը։ Երբեմն որոշիչ դեր փնտրելու գործում տանում է մեկ պատահական լուսանկարը կամ նույնիսկ պատահական զրույցը անծանոթ մեկի հետ։ Այսօրվա մեր պատմության մեջ հենց նման գործոնների շարքը հասցրեց մեզ հաջողության։ Իսկ ինչ հաջողության մասին ենք խոսում, կիմանաք հաջորդ տեսանյութից։ Իմ անունս Եղիա Ներսեսյան, ծնյալ Երուսաղեմ, հիմա 78 տարեկան եմ, Գաբրիում Կանադա։ Ընկերմ ունեի Կալիֆոռնիա, դեսած է հեռուստացույցեն, որ ինձ կփնտրի, Աշոտը ամիջավեջ ջանցայր են, քրեթե չփոխված։ Բարև Աշոտ, ինչպես ես, ես ծեր ընտանիքը միշտ հիշում եմ, փոքր եղբորդ կհիշեմ, խորդ կհիշեմ, բանջոգը նվագեիր, հոր եղբայրը ուներ, որ բարսավիր էր, ինձ անընդհատուցիր միայն երկու անգամ կարողացա մոտը գնալ։ Շատ ուրախ եմ, որ ինձ չես մոռացել, ես էլ քեզի չէի մոռացել։ Դժբախտաբար շատ նկարներ չունենք։ Մեկ նկարը որտուն ունիս, այդ նկարը ես ունեմ։ Ես Աշոտ մեկ անգամ եկա Երևան, ոչ հասցետ ունեի, ոչ հեռացան, այլապես կարող էինք հանդիպել։ Իսկ եթե էլի կարողանամ գալ Երևան, քո հեռացանի թիվը ունենամ, կփորձեմ գտնել։ Մեր աշխատանքի ամենահուզիչ պահերից է, երբ արդեն հաստատ գիտենք, որտեղ է գտնվում որոնվողը։ Եվ մնում է միայն հանդիպում կազմակերպել նրա եւ նրան փնտրողների միջև։ Միանգամից պատկերացնում ենք, ինչ հրաշալի անակնկալ ենք մատուցելու ու որքան երջանիկ են իրենց զգալու այդ պահին նա, ով փնտրում էր, եւ նա, ով գտնվեց։ Փորձում ենք այդ երանելի պահը հնարավորինս արագ կազմակերպել, որ ոչ մի օր ավելի չտանջվեն ու չսպասեն։ Չէ՞ որ այդ պահին նրանք սպասել են տարիներով։ Դիտենք ինչպես տեղի ունեցավ հանդիպումը այս պատմության հերոսների միջև։ Պարոն Աշոտ, կրկին հանդիպեցինք, կրկին առաջին ալիքում։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, ինչպես եք։ Շնորհակալություն, որ հրավիրել եք, լավ եմ, շատ լավ եմ։ Հիշում եք այն օրը, երբ Եղիան ձեր տուն ջուր էր եկել, եւ ձեր մայրիկը ծվածեղ պատրաստեց։ Քանի որ Եղիան շատ քաղցած էր, ամաչեց ասել, որ ծվածեղ չի ուտում, ու ստիպված կերավ։ Բայց չասեց, ինչի չասեց, չգիտեմ։ Եղիան այդ օրվանից հետո ծվածեղ այլևս չի փորձել։ Չէ, մտել։ Դե հիմա ինչ անենք, տուն այլի, էտ է եղել, էտ է արել։ Այդ օրվա մասին գիտեք դուք, ձեր մայրը եւ Եղիան։ Այո։ Ինչ եք կարծում, մենք ինչպես ենք իմացել։
Փշակավեցի, սիրտս լցվեց։ Մենք գտել ենք ձեր ընկերոջը Եղիային։ Ձեր ցավը տանեմ։ Արմնով փշակավում եմ հենց հիմա։ Շատ ուրախ։ Ինքն էլ ուրախ կլինի։ Եղիան ապրում է Կանադայում, Տորոնտո քաղաքում։ Տորոնտո, հա։ Այո։ Հա։ Ընտանիք բան ունի, չէ՞։ Մանրամասները դուք կարող եք հարցնել, որովհետև հենց հիմա Եղիան ձեր զանգին է սպասում։ Փշակաղվեցին նորից, անընդհատ որ պետք է խոսեմ փշակաղվեցի ամենայն ազնվությամբ։ Այ, ես ինչ լավ է ձեր ցավը տանեմ, ինչ ասեմ, համար ես ինչ լավ հաղորդում եմ։ Եղիա ջան, բարի, ցավը տանեմ։ Ոնց ես։ Դու լավ ես, ես էլ լավ եմ, ցավը տանեմ։ Բավականին փոխվել ես, Եղիա ջան։ Այդ նկարի չունեմ։ Տղաներին ուզեցել եմ զանգեմ, որպեսզի ասեմ, որ Եղիայի հետ կապ եմ պապան, շատերը չկան արդեն, մահացել է Եղիա ջան։ Մեղ։ Ոնց կտան քեզ, այ մարդ։ Զարմանում եմ, էլի։ Դու ընտանիք ունես, չէ՞, Եղիա ջան։ Երեխաներ։ Երկու աղջիկ։ Հա, Աստված պահի, ցավը տանեմ։ Ուսանողական տարիներից ինչ ես հիշում դու, կարող ես պատմել։ Շատ բան չեմ հիշում, հիշում եմ, որ ով պիտի նստի աթորին վրա, Նիկողոսյան միշտեն բան արեց, ես և դու պիտի նստեինք, խնդիրը ռավ գրվեցիր իր հետը, ասեց չեմ եք պիտի նստենք։ Քո տեղը մարդ իրավունք չուներ նստելու, գիտես, չէ՞։ Գիտեմ, ինձի թիգնաբահ էիր դու։ Այո, բավոց։ Մայրը ծարկել էր ձվածեղ, նստեցինք, դմրոցից եկանք, հասկացա, նստեցինք գերանք, ոնց գերա ես չեմ չգիտեմ, դրանից հետո չեմ գրել։ 60 տարուց ավել անց։ Անգարելի է, որ ուդեի, բայց այն օրը այնքան մերնում էի, որ գերա։ Ոնց լավ էլ հիշում ես, հա։ Հետո մեկ էլ իշխանացուկը գհիշեմ։ Հա։ Իշխանացուկը մեկ անգամ եմ գրել ծերդանը, ասենց իշխանացուկին գլուխը ջոգեցիր, մեկ աչքերը ոսկորը հանեցիր։ Ես արդեն մեծացել ենք, 79 տարեկան եմ, ցավը տանեմ։ Ես էլ, ամուսնացել ես, զավակուն ես։ 3 երեխա ունեմ, 2 տղա, մի աղջիկ, ուրախ կլնեմ, որ գալու ունես, ուզենաս հանգարց գաս, գլխից վրա տեղ ունես։ Ես եկա մի անգամ, գնոջս աղջիկ երկից հետ եկա։ Երևան եկար։ Այո։ Ես իմիջիալոց ասեմ, քերի համարը ես ունեի հեռախոսի համարը, որ զանգում էի, որ տեղ հասար, չհասար, չէ։ Զանգ տվեցի, վերցրեցին, ասում եմ սենց Եղիային, ասաց գիտեք, մենք գնել ենք այս տունը, նրանք գնացել են։ Ստիպված դիմեցիս այս կազմակերպությանը։ Ոնց կտան քեզ, այ մարդ, զարմանում եմ, էլի։ Դե լավ, Եղիա ջան, տեսություն, զանգ կտամ արդեն վերջ, իրար հետ ենք։ Երջանիկ, լավ լինեք, աղբերս, տեսություն։ Շատ շրայ փշակաղվեցին նորից։ 60 տարի հետո աշխարհում գտնում եմ իմ ընկերոջը։ Դրան ոնց ես, վայ։ Փոխվել էր բավականին կամաց տեղը բերին, լավ լցվել էր։ Շատ շնորհակալություն։ Ոնց գտակ, ես որ 100 տարի մնա ես չէի կարա գտնել, որտեղ ասեի, ինչ անեի, զարմանում եմ, ես ինչ եք անում դուք։ Դրական ավարտով յուրաքանչյուր պատմություն հիշեցնում է, որ ոչ մի դեպքում չի կարելի կորցնել հույսը։ Անկամ եթե շատ երկար տարիներ եք կորցրել եւ թվում է թե արդեն շանս չկա, երբեք չպետք է հուսահատվել։ Պետք է հավատալ ու սպասել։ Հարազատների որոնումը հեշտ գործ չէ, հատկապես եթե այն տարիներով է ձգվում։ Մենք դա լավ գիտենք։ Բայց նաև գիտենք, որ եթե դադարենք փորձեր ձեռնարկել, իսկապես ոչինչ էլ չի հաջողվի։ Փոխարենը թեկուզ դանդաղ, բայց առաջ գնալով անպայման հասնելու ենք նշանակետին։ Իսկ մենք, Սպասիր ինձ նախագծի թիմը եւ մեր կամավորները կօգնենք ձեզ այդ հարցում։ Ձեռք ձեռքի կանցնենք այդ դժվարին ուղին եւ եւս մեկ անգամ կապացուցենք, որ բարությունը, փոխօգնությունը եւ կարեկցանքը կարող են սարեր շրջել։ Ձեզ հետ Աննա Ավանեսյանը եւ Խորեն Լևոնյանն էին։ Կհանդիպենք։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։